Եվրոպական դատարանի այս վճիռը շատ կարևոր է եւ առաջին վճիռն է, որ վերաբերում է զինծառայողներին ապրիլյան պատերազմի շրջանակներում զինծառայողների սպանությունների եւ նրանց նկատմամբ այլ խախտումների խումբ գործերին մենք նշել ենք, որ 22 հայց ենք ներկայացրել Եվրոպական դատարան, որոնք վերաբերում էին զինծառայողների նկատմամբ տարբեր միջամտություններին եւ ըստ էության սա առաջին վճիռն է եւ դատարանը կարևորելով կարծում եմ ծանրությունը խախտման իրավունքների խախտումների ծանրությունը հենց առաջինը վճիռ կայացրել է այս վարույթով ինչպես արդեն նշվեց եւ հանրայնորեն էլ տեղեկությունները տարածվել են արդեն զինծառայողը ենթարկվել է հարձակման իր գործընկերոջ կամ ծառայակից ընկերոջ հետ, երբ որ զինամթերքը փորձել տանել առաջնակից եւ դիվերսիոն խմբի կողմից ադրբեջանական ենթարկվել են հարձակման, ըստ էության մարդ է եղել եւ զինծառայողը ծանր վիրավորվել է, այն աստիճան ծանր, որ փորձաքննությամբ արձանագրվել էր, որ նա ինքնուրույն չի կարող քայլել, որովհետեւ ազդրի շրջանում էր վնասվածքներ ստացել եւ ըստ էության շարքից դուրս զինծառայող էր դարձել եւ նրա նկատմամբ արդեն ադրբեջանական բանակի զինծառայողներն իրականացրել էին խոշտանգում, մարմնային մասերի անդամահատում եւ ներողություն եմ խնդրում մանրամասների համար, բայց գլխատման միջոցով նրան կյանքից զրկել էին։ Եվրոպական դատարանի այս վճիռն իհարկե շատ կարևոր նշանակություն ունի արձանագրելու այս պատերազմական հանցագործությունը, որը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ նաև պատերազմական հանցագործություն եւ ծանրագույն հանցագործություն եւ Եվրոպական դատարանը հստակ այդ ծանրությունը արձանագրել է իր վճռում։ Շատ կարևոր է իրավազորության հարցը, մի փոքր ուզում եմ դրան անդրադառնալ, որովհետեւ մենք ունենք էական փաստական տվյալներ եւ ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողները իրապես ներխուժել էին Թալիշ եւ իրականացրել էին իլրումն այս հանցագործության նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, նրանց սպանություն եւ նաեւ մարմինների խեղում եւ դա փոխկապակցված հանցագործություն էր։ Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները եւ ճանաչել Ադրբեջանի իրավազորությունը եւ իր զինծառայողների կողմից սա կատարել։ Մենք դրա համար ունեցել ենք եւ լուսանկար, որը այնքան անպատժելիությունը բարձր է Ադրբեջանում նման հանցագործությունների համար, որ անձինք, ովքեր ներգրաված էին, տարածել էին սոցիալական ցանցերում, մենք ունենք ապացույց ֆիզիկական անձի վկայություններ, որը տեսել էր Թալիշում եղած ժամանակ դիվերսիոն խմբի անդամներին, փորձաքննություններն իհարկե եւ իհարկե հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, որ նրանք մաքրել են, այսպես ասած, Թալիշի հարակից շրջանները հայկական ուժերից, այսինքն նրանց ներկայությունը հաստատվել է հենց Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Իհարկե Եվրոպական դատարանի գնահատականները խիստ կարևոր են։ Ես նաև նշեմ, թե ինչ իրավունքների խախտումներ է ճանաչել, զինծառայողի կյանքի իրավունքի խախտում, նրան խոշտանգման ենթարկելու, արգելքի խախտում եւ իհարկե նաև ընտանիքի անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի արգելքի խախտում, որովհետև այս ծանր հանցագործությունը կատարված նրանց ընտանիքի անդամի նկատմամբ նաև նրանց է պատճառել հոգեկան տառապանք եւ հոգեկան ծանր տառապանքներ։ Մենք կարևորությունը նաև շարունակեմ լավ անպատժելիության հանգամանքը այնքան ուժգին եղավ, որ գիտեք ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցել էր նաև այլ զինծառայողների գլխատման դեպքեր, արդեն այդ դեպքերում զինծառայողներն ընկած էին եղել, զոհված էին եղել, բայց այս ձեռագիրը շարունակվեց եւ այնքան էր հերոսացվել Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո, որ այս վարքագիծը Ադրբեջանի զինծառայողների կողմից դարձել էր օրինակելի եւ հերոսացման ենթակա։ Մենք գիտենք այս հանցագործության կատարման անդամների, այդ խմբի անդամների որոշների տվյալներ, իհարկե Ադրբեջանի Հանրապետությունը գիտի իր բոլոր զինծառայողների տվյալները եւ որևէ մեկը նման հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, ավելին նրանք հանդիպումներ են իրականացնում երիտասարդների հետ, այս դեպքերի մասին պատմում, հերոսացվում, պարգևատրվել էին այս խմբի անդամները, նաեւ ապրիլյան պատերազմի
ժամանակ նման հանցագործություններ կատարած այլ զինծառայողներ եւ իհարկե այս անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ արդեն 20 թվականի 44-օրյա պատերազմում հայկական կողմում եղան շուրջ 30 գլխատումներ, դարձյալ գերեվարված զինծառայողների այլ սպանություններ, այդ թվում գլխատումներ քաղաքացիական անձանց շրջանում, ծերերի, այդ թվում կանանց նկատմամբ էին նման հանցագործություններ իրականացվել։ Մեր իրականացված փաստահավաքի շրջանակներում մենք այդ բոլոր տվյալներն ունենք։ Ավելին, որպես ահաբեկման մեթոդ մի շարք դեպքերում Ադրբեջանի զինծառայողները իրենք հենց դրանք տեղադրել էին սոցիալական ցանցերում որպես ահաբեկում եւ ըստ էության նաեւ ահաբեկումը որպես պատերազմի մեթոդ, տակտիկա սկսել էին օգտագործել հայերի նկատմամբ։ Ինչու էր շատ կարևոր այս հանգամանքը, որովհետեւ 2023 թվականին, երբ որ արդեն սեպտեմբերյան հարձակումը եղավ եւ գրավեց ըստ էության Արցախը, մարդիկ մեր այդ ժամանակվա հաստահավաքի շրջանակներում շատերը մեզ նշում էին, որ ինչպես կարող ենք մնալ, եթե նման հանցագործություններ են կատարվել, այդ թվում ծերերի նկատմամբ, այդ թվում զինծառայողների նկատմամբ եւ գլխատումներ եւ այլ տեսակի հանցագործություններ եւ նրանք մնացել են անպատիժ։ Այսինքն այս բոլոր հանգամանքները եւ դրանց պես տարածումը ահաբեկչության նպատակով հստակ նպատակը դա էր, շատ մեծ ազդեցություն ունեցավ հետագայում Արցախի ժողովրդի ռիսկը գնահատելու եւ էթնիկ զտման ենթարկվելու, որովհետեւ չկար այլ տարբերակ, քան լքելն էր, որովհետեւ անձինք էական եւ իրական վտանգ են զգում իրենց կյանքի համար, որովհետեւ տեսել էին ինչպես է կատարվում սպանություններ, այդ թվում խմբակային եւ որևէ մեկը պատժի չի ենթարկվել։ Եվ այդ ռիսկը, որ նման հանցագործություններ եւս կլինեն հետագայում, ուղղակիորեն ազդել էր անձանց որոշումների վրա։